Ես դժվար եմ ուրախ լուրերը տեսնում։ Չէ, ես ճիշտ ասած ճակերտավոր ուրախ մենք մի իրավիճակում ենք, ճիշտն ասած, նոր էդ էի քննարկում մեր Մետաքսեի հետ, ասում եմ, ես ամաչում եմ երբեմն, որ այս հաղորդմանը պատրաստվելուց ես նայում եմ, թե շաբաթվա մեջ ինչ գլխավոր իրադարձություններ են եղել, որ գանք քննարկենք։ Բայց նյոժելի չկա մի լավ բան մեր կյանքում, որ մենք այդ լավը քննարկենք։ Չկան երևույթներ, որոնք մեզ կստիպեն նաև կյանքին ուրիշ կողմից նայել, դրանք անկախ լինեն Նիկոլի կամքից, Նիկոլի իշխանության կամքից եւ մնացածից։ Հիմա մեր միակ լավ երևույթը երևի էր, որ այս տարի ամեն դեպքում ձյունառատ էր, գոնե ջուր կունենանք, գոնե պտուղ բանջարեղեն կունենանք, չգիտեմ ինչ կունենանք, բայց դե մարդը Թուրքիայի հետ սահման է բացում, մենք չգիտենք այդ ամեն ինչը ում համար կլինի։ Մեզ համար լավ լուրերը նրանք են, որ հարգելիներս Երևանի փողոցներում Փաշինյանին դիմավորողները չեն վախենում։ Չեն վախենում Նարեկի, Վազգենի տեսարանից, չեն վախենում arczepiskoposների հետ կատարվածից, չեն վախենում տղերքի, ворցերի հետ կատարվածից, որևէ մեկի հետ կատարվածից։ Կանայք այսօր մատը թափ տալով ասում են՝ լսի, ուղեղդ աշխատացրու։ Այդ ռսինը տենց կոխրջելով ուր ես հասնելու, դու էս ինչ ես անում, լավն է, վատն է, մենք մինչև հիմա այդ գերտերության թևի տակ կարողացել ենք շնչել, ինքն էլ սկսեց շողոքորթել, քծնել, թե բա հեսա գնում եմ հանդիպեմ, չէ ինքը մեր բարեկամն է, ինքը գիտի ամեն խավի համար ունի պատասխան, ինքը ամեն խավին բավարարելու իր ստեղծած օրինած պատասխանները ունի։ Հիբրիդային պատերազմ թելադրող պետությունը չի է։ Հա, այն որ ԵՄ-ից էլ եկել են փրկելու, չէ, այդ հիբրիդային պատերազմի դեմ հանձնաժող, ահա։ Ու իրականում մեր հասարակությունը, եթե ուրախ թեման դա էր, ես միշտ ասել եմ ու շարունակում եմ ասել, որ մեր հասարակությունը այն չի, ինչ որ իրենք փորձում են իրենց կերպարով ներկայացնել։ Բնականաբար, երբ որ ես ասում եմ ռազմավարություն պետության, ես դա զուտ ասում եմ այն առումով, որ ինքը, եթե հայտարարում է, որ ինքը այսօր հենց ինքը պետությունն է եւ սկսում է իր մտքերը ասել, հետեւաբար ինքը նաև դրանով ներկայացնում է երկրի ռազմավարությունը եւ այստեղ հասարակության դիրքորոշումը հենց այնքանով է կարեւոր, որ այդ հասարակությունը իր պահվածքով, իր կեցվածքով հետագայում ցավոք սրտի նաև այս ընտրությունների իր կազմակերպած ընտրություններում իրեն չընտրելով ցույց տա իր դիրքորոշումը, որովհետև այս ընթացքում բնական է, հա, Քարոզ Արշավի իր թիմը, որը իր համար այդ տեխնոլոգիաները ստեղծում է կամ ոչ թե ստեղծում, այլ բաց աղբյուրներից վերցնում եւ վերջում մենք գիտենք իր համար ինչ կենտրոններ են աշխատում, ինչ ռեսուրս է դրվում այդ ամենի տակ, ընդհանուր մինչեւ Ադրբեջան, Թուրքիա, որովհետեւ կոնկրետ իրենց պաշտոնական մամուլը բացահայտ անընդհատ խոսում է դրա մասին, այսինքն իրենք ինչքան էլ հերքեն, ակնհայտ է Թուրքիայի եւ Ադրբեջանի այսպես շահագրգռվածությունը, որ այո Հայաստանում պիտի լինի այս իշխանությունը գոնե դեռևս 1 տարի, իրենք ունեն դրա կարիք։ Երևի դու մի շատ կարևոր բան չես հիշում, ես քեզ հիշեցնեմ, երբ ընտրությունները 21-ին ավարտվեցին, թուրքական մամուլը շատ հետաքրքիր բնորոշում տվեց, հաղթեց Սառնարանի իշխանությունը, պարտվեց պատերազմի իշխանությունը։ Այսինքն Քոչարյանը պատերազմի իշխանությունն էր, սա էլ Սառնարանը հաղթած։ Հա, չէ, բայց նրանք իբր գալու էր մեզ հետ նորից ռևանշ, պատերազմ, հիշում ես նրանց բաները, հա, թեժի վրա էլ պահում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը էլի փաստորեն Սառնարանի իշխանության դեմքով է ներկայանում, Սառնարանի մեջ էլ բան կոմֆորտ, խաղաղությունը թե չէ, այդ ոչ մեկ չի կարող ասի, խաղաղությունը կախված չի քվեարկության արդյունքներից, սիրելիներս, խաղաղությունը կախված է բացառապես Ալիևի կամքից եւ մեր պահվածքից, մեր դիրքորոշումից, այսինքն մենք ինչ կուզենք 26 թվականի ընտրությունների արդյունքներով, այսինքն մենք ինչ կընտրենք, մենք կընտրենք Փաշինյան, որը մեր մատ թափ տալով մեր բարձունքներում նստած կպահի թշնամուն եւ երբ ուզի թշնամին ոտքերով կիջնի քայլելով, թե չգիտեմ։ Ամեն դեպքում թշնամին պահանջ է ներկայացել, չէ՞, հիշենք, որ 300,000 ադրբեջանցի ըստ Ալիևի հայտարարության դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի իր վերադարձի համար հարմար պայմաններ ստեղծի եւ անվտանգություն։ Թուրքիան էլ միացավ, Թուրքիան էլ պարզվեց, որ այդպիսի նպատակներ ունի, այսինքն 300,000-ի մասին չէ, ավելի շատի մասին է, բայց բերենք մենք այսօր ոչ թե
խոսենք ինչ է անում Նիկոլը կամ ինչ է ուզում Նիկոլը, որովհետև թե ինչ է անում, թե ինչ է ուզում, մենք առնվազն 8 տարի դա տեսնում ենք, գիտենք, ֆիզիկապես դա հենց մեր մաշկի վրա ենք զգում ու դրա հետևանքները դեռևս ցավոք սրտի, քանի կա ինքը իր 1 օրը իշխանության լինելու, մենք դա դեռ շարունակելու ենք տեսնել, բայց ես անընդհատ ուզում եմ, հա, որտեվ ի տարբերություն միգուցե նաև ընդունված քաղաքական նորմերի, ես ավելի շատ սիրում եմ մարդկանց հետ շփումներ ունենալ, առերեսվել, խոսել, առանձին խմբերի հետ, ուղղակի մարդկանց հետ, փողոցում, շուկայում, խանութում, որտեղ ասես, դա ինձ համար ամենակարևորն է, իմ քաղաքական գործունեության ընթացքում դա այդպես եղել է Արցախում, այդպես է հիմա, եւ շատ կարևոր է մեր հայրենակիցների, թե Հայաստանի, թե Արցախի հայրենակիցների դիրքորոշումը, եւ ես ուզում եմ անպայման մենք անդրադառնանք նախորդ շաբաթ կամ օրեր առաջ տեղի ունեցած կառավարության բրիֆինգի ժամանակ չէ, նախ դա, ինչ դա, այն ինչ տեղի ունեցավ մետրոյում, որովհետև ես դա չեմ, դա իհարկե ես մասնակի այսպես դեպքեր, բայց շատ էական դրվագ էր, բայց այստեղ կարևորը այն էր, որ շատերը մեր հայրենակիցների, այդ թվում նաև ես, չտարբերվելով մնացածից, ես տեսա այստեղ հավաքական արժանապատիվ հայի պատասխանը Նիկոլին ու այս իշխանություններին։ Այն ինչ որ արեց այդ օրը Արմինեն, դա իրականում ես կարծում բոլորի սրտից էր եւ ուզում եմ մի փոքր խոսել այս մասին շատ կարճ։ Արմինեին ես ճանաչում եմ դեռևս երևի դպրոցական տարիքից ու իր ընտանիքը եւ չգիտեմ, կա մարդ Արցախում, որ չի ճանաչում Արմինեի ընտանիքը, իրենք շատ հայտնի ընտանիք էին հենց իր հայրիկով, իր հայրիկի կերտած այդ հերոսապատմամբ, որովհետեւ շատ այսպես պատմություններ հենց ժողովուրդը ինքն էր պատում հենց իր ընկերները Մերուժան Մոսյանի արած հերոսությունների մասին եւ ես նաեւ Արմինեի մայրիկի հետ շատ մտերիմ եմ եղել ու կամ ու այդ ընտանիքում մի բացառիկ բան կար, հա, 30 տարի շարունակ Արցախում տեսել են ինչպիսին է հերոսի ընտանիքը։ Իհարկե իրենք եզակին չէին ու միակը չէին, բայց մի տեսակ ինձ համար իրենք դարձել են մետրոյի դեպքից հետո այդ առումով հավաքական կերպար է եւ իդեպ Արմինեի փոքրիկ եղբայրը ծնվել է հոր մահից հետո, այսինքն մայրը երեխայի էր սպասում, երբ զոհվել էր Արմինեի հայրը եւ այնուհետեւ հենց եղբորը անվանակոչել են հոր պատվին, այսինքն իրենց տանը էլի կա Մերուժան Մոսյան եւ նման ընտանիքի նման հերոսի աղջկան խոսել ես որ հիշում եմ իր այլայլված դեմքը ու ուրախացել էր որ ի վերջո իր արչև արցախցի կա որին կարող է ասել եւ իր շոուն կստացվի, հա, բայց լավ չէր հաշվարկել այդ տեխնոլոգների թիմը, լավ չէին հաշվարկել, դա իրենց երևի թե 8 տարիների ամենամեծ ու միակ սխալն էր, որ ճիշտ չէր գնացել հաշվարկը ու իրենք չկարողացան այս դրվագում հաղթել, հաղթանակած դուրս գալ։ Ինքը ձայնով փորձում էր կարողացավ ցույց տալ, ինքը չկարողացավ։ Ես վստահ եմ, շատ մեր հայրենակիցներ այդ բան հասկացան, որ երբեք Արցախցին չի փախել, Արցախցին չի փախել 90-ականներին, Արցախցին չի փախել 20 թվականին, չի փախել 23 թվականին։ Իրենք ինչքան էլ իրենց կոտորեն ու ճղեն մեջտեղից։ Գնացել, սոված մնացել է։ Այո։ Թշնամու ձեռքից ոչինչ չի վերցրել, բենզին չի վերցրել։ Այո։